Հայաստանի կոռուպցիայի ընկալման համաթիվը 2025 թվականին 46 միավոր է եղել, ինչի հետևանքով Հայաստանը համաշխարհային աստղակում տեղավորվել է 65-րդ տեղում։ Հայաստանի հասարակական կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան օրերս հանդես էր եկել հայտարարությամբ, որում ֆիքսել էր, որ սա լուրջ շեղում է կառավարության իսկ սահմանած նպատակից, որը 55 միավորն էր, այլ ոչ թե 46-ը։ Սա վկայում է, որ գործադիրի հակակոռուպցիոն քաղաքականությունը չի տալիս սպասված արդյունք։ Կոռուպցիայի դեմ պայքարում ունեցած հաջողություններ օրենսդիրներին ներկայացնող հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին հենց այս համատեքստում падգամավորները կոնկրետ հարցեր ուղղեցին վերջերս։ Քովիդի գործից ինչ կա COVID-19-ի։ Մոտ 6 տարի այդ քննությունը գնում է։ Արսեն Թորոսյանը ուժային կառույցներին ամեն ինչի մեջ մեղադրեց պոպուլիզմի, ոչ պրոֆեսիոնալիզմի, դիլետանտության։ Ու հիմա ինքը նախարար է, իսկ դուք 6 տարի այդ գործը քննում եք։ Այն պայմաններում, երբ ֆինանսների նախարարությունը մի մեծ եզրակացություն է տվել, դատարանում եւս այսինքն ընթացիկ վարույթ ունենք, իսկ այն մասով, որը շարունակում է հակակոռուպցիոն կոմիտեում քննությունը, իրականացվում են անհրաժեշտ քերադատավարական գործողություններ, եւ երբ որ այդ վարույթները հասնեն իրենց տրամաբանական ավարտին, դուք եւ հանրությունը այդ մասին կիրազեկվի։ Չնայած վերջին տարիներին ստեղծվել են կոռուպցիայի դեմ պայքարի մարմիններ, որոնք համալրվել են արեստավարժ հարյուրավոր մասնագետներով, այդուհանդերձ 2020-21 թվականների համեմատ այս ոլորտում արձանագրվել են նույնիսկ նահանջ։ Սա ցույց է տալիս, որ ինստիտուցիոնալ փոփոխությունները կիսատ են մնացել, կամ էլ մնացել են թղթի վրա, կամ էլ ձևական բնույթ են կրում, նշում են մասնագետները։ 21-ին նույնպես լավ տվյալներ էր 20 թվականի համար եւ վեց դրանով ամեն ինչ ավարտվեց։ Հետո մտանք լճացման փուլ 18-19 թվականին սպասելիքները մեծ էին, դա էլ ազդեց ընկալումների վրա։ Հետագայում մարդիկ տեսան, որ առանձնապես իրավիճակը շատ չփոխվեց եւ ընկալումներն էլ վատացան։ Մասնագետները վերջին տարիներին արձանագրում են հովանավորչության մտահոգիչ դեպքեր կառավարման համակարգում։ Նաեւ շահերի բախման օրինակներ են ֆիքսում, որոնք հայտնաբերվում եւ բարձրաձայնվում են լրատվամիջոցների շնորհիվ։ Դրանց էլ ուշացած արձագանքում են պատասխանատու մարմինները, սակայն կա տպավորություն, որ երկրում այդպես էլ չի ձևավորվում կոռուպցիայի հակազդման արդյունավետ համակարգ։ Բարձր արդյոք համակարգային բնույթ ունի թե ոչ, հասկանալ, որքանով են Բարձրաստիճան պաշտոնյաներ ներգրավված կոռուպցիայի մեջ, կոռուպցիոն տարբեր գործարքների մեջ, այդ ամենը չի արվել այդպիսի մանրակրկիտ եւ սիստեմավորված ուսումնասիրություն։ Մեծ հաշվով երկրում կոռուպցիայի տարածվածության չափման հստակ միջոց գոյություն չունի։ Կոռուպցիայի ընկալման համաթիվը ցույց է տալիս, թե տվյալ երկրի պետական հատվածը քաղաքացիների, փորձագետների եւ գործարարների գնահատականներով որքան է կոռումպացված։ Այդ ամենը պետք է բերի նրան, որ մենք ավելի լավ ապրենք։ Միգուցե շատ պրիմիտիվ բան եմ ասում, բայց եթե դուք չեք տեսնում, որ վիճակը ավելի լավ է, տեսնում եք սոցիալական անարդարություն, ու երբ որ բնականաբար առաջացնում է դժգոհություն, մարդիկ փորձում են հասկանալ, թե ինչու՞մն է պատճառը։ Պատճառը բերում են նաև կոռուպցիա։ Կոռուպցիայի դեմ պայքարի մասով հանրության հուսախաբությանը նպաստում են նաև տասնյակներով քրեական գործերը, որոնք կամ չեն հասնում դատարան, կամ էլ փլուզվում են դատարանում ապացույցների ոչ բավարար լինելու պատճառով։ Արմեն Աթելյան, ժամը լրատվական։